Մեծամասնական ընտրակարգով առաջադրված Վահե Հակոբյանը Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում ընտրարշավի օրերին սկսել է վերանորոգել տեղի միակ մանկապարտեզը։ Արդեն մի 10 օր է, որ վերանորոգումը գնում է։ Ֆինանսավորումը ամբողջությամբ կատարվել է։ Վահե Հակոբյանը Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին է, 38-րդ ընտրատարածքի գործող падգամավորը եւ падգամավորության տեխնացուն։ Նա արդեն մի անգամ իր ղեկավարած հիմնադրամի միջոցներով փորձել է վերանորոգել մանկապարտեզը եւ կրկին ընտրարշավի տարում։ 2007 թվականին կատարվել է առաջին մասնաշենքի մասնակի վերանորոգումը, որի համաներդրումը էլի տվել է հիմնադրամը։ Առաջին մասնաշենքի կտուրն արդեն վերանորոգել են, հերթը ցանկապատերինն է։ Մանկապարտեզի տնօրեն ընտրարշավի օրերին Վահե Հակոբյանի արածն ընտրակաշառք չի համարում, Վահեն միշտ էլ արել է, ասում է Տիկին Հովհաննիսյանը։ Յուրաքանչյուր նոր տարվա երեխաների տոպրակները էլի տալիս է Վահե Հակոբյանը։ Տիկին Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ այս 10 օրվա ընթացքում Վահե Հակոբյանն անձամբ եկել եւ հետեւել է շինարարության ընթացքին։ Հետևել է, եկել է, ուրախացել է, միշտ էլ գալիս է։ Մանկապարտեզի սրբապատկերները հայ եւ որդի Հակոբյանների լուսանկարներն են, ամեն օր նրանք 250 երեխայի աչքի առաջ են, երեխաները պետք է ճանաչեն մեր հերոսներին, պետք է իմանան, թե ինչ են պատգամում նրանք։ Վահեն օրինակ խոստանում է Սյունած տունը դարձնել հայրենաց բերդ։ Վահեի քարոզչական թերթիկները կարելի է հանդիպել մանկապարտեզի տարբեր սենյակներում։ Մանկապարտեզի տնօրեն Թամար Հովհաննիսյանը սպասում է նոր հերոսների նոր հնարավորություններով։ Եթե ուզում են մյուս падգամավորներն էլ անեն, խնդիր չէ, եթե տարածաշրջանի համար թող բերեն անեն։ Մհեր Արշակյան, Արթուր Դևրիկյան, IPV